իրենք իշխանությունը տալու են, շատ խելոք։ Սամվել Կարապետյանը իր անխուսափելի հաղթանակի մասին եւ ազգային բարերարի կինը առաջին անգամ հրապարակային խոսել է, թե ինչպես ընդունեց ընտանիքը քաղաքականությամբ զբաղվելու Կարապետյանի որոշումը։ Ձեզ ես էլ եմ ընտրել, երկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ այն օրը, որ ես ձեզ ընտրել, որտեղ դուք իմ երեխի մահվան պատճառը դարան։ Անարդարության մեծ զգացումով են ապրում Հայաստանի քաղաքացիները, քարոզարշավի առաջին շաբաթվա հետևությունները։ Թրամփը հեշտ որս Պուտինի ու Ցիմփինի համար, ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականի սկանդալային հայտարարությունները։ Իսրայելի նոր սադրանքը Եվրատեսիլում Հայաստանի մասնակցության դեմ։ Եռագույնի փոխարեն ադրբեջանական դրոշ է պատկերել էկրանին իսրայելական հեռուստաալիքը։ Երևանում ժամը 19 է, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում ձեր սիրելի հաղորդումն է, իրականում ու պարզ, տաղավարում են Դավիթ Գենջոյանը եւ Տարոն Կոխլիկյանը։ Ողջույն հարգելի հետևորդներ, նախքան անոնսված թեմաներին անդրադառնալը հիշեցնեմ, որ մեզ ուղիղ եթերով կարող եք դիտել 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV-ի Facebook-յան պաշտոնական էջում, ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր հարթակներին, որպեսզի լինենք կապի մեջ։ Եվ այսպես Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը Սամվել Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի հեռուստահաղորդավար Նազենի Հովհաննիսյանին, այդ հարցազրույցի ժամանակ առաջին անգամ խոսել է նաև Կարապետյանի կինը, Էթերի Կարապետյանը, հայտնի է, որ նա քիչ հրապարակային մարդ է եւ կարծես թե ընդհանրապես հարցազրույցներ չի տալիս, այն էլ հեռուստա հարցազրույցներ եւ սա նրա առաջին հրապարակային այսպես ելույթն էր եւ այդ հարցազրույցի ամենաէմոցիոնալ հատվածներից մեկը այն էր, երբ Կարապետյանի կինը պատմում է, թե ինչպես էր ընտանիքը ապրում, երբ նրանք տեղափոխվեցին 90-ականների սկզբին Ռուսաստան, առաջարկում եմ լսենք։ Սամվելը աշխատում էր գիշեր-ցերեկ, ոչ չխանգարեմ Սամվելին, ես որոշեցի, որ իմ երեխաները պետք է լինեն ամենախելացին։ 3 տարեկանում տատային վարձել է տանը դասատուների հետ պարապում էր անգլերեն, խոսում էր արդեն ռուսերեն, հայերենը մեր բարբարով, իսկ ռուսերեն ու անգլերենը 3 տարեկանից, 6 տարեկան գնաց դպրոցը ավարտել է ոսկե մեդալով, ինստիտուտը կարմիր դիպլոմով, նույն ձևի Սարգիսին, հետո էլ Կարենին։ Իմ մոտ մի նպատակ էր, որ իմ երեխաները պետք է լինեն ավելի խելացի, քան պապան։ Ոչ չխանգարեմ, Սամվելը զբաղվում է, այո, ես զբաղված եմ սենց ֆանատիչնի երեխեքի ուսումով։ Ու ստացվեց։ Ստացվեց։ Շատ էլ որ հիմա ասում են, որ ինչ ասես ասում են, конечно, շատ դժվար է լսել քո երեխաների մասին, եթե դա չի համապատասխանում նրան, ոնց որ իրենք կան, բայց ինչ անենք։ Դավիթ, գիտես, շատ ծանոթ պատմություն են, ինչ որ պատմում էր Տիկին Էթերին, որովհետև ովքեր որ ապրել են 2000-ականների սկզբում, 90-ականների ծնունդ են, բոլորիս ընտանիքներում կարծես թե այդ խնդիրը կար, երբ կամ մեր հարազատների մեծ մասն էր գնում Ռուսաստան արտագնա աշխատանքի, կամ մեր հայրերն էին միայն այնտեղ եւ մենք ընտանիքի մոր հետ միասին ներողություն Հայաստանում ու իսկապես մայրերը թե հոր թե մոր դերն էին տանում այդ տարիներին, այդ թվականներին ու այն ինչ որ տեղի է ունեցել Կարապետյանների ընտանիքում, ընտանիքի հետ, դա վերաբերում է շատ-շատերիս Հայաստանում։ Այո, եւ շատ կարեւոր է նման հարցազրույցները, որպեսզի հասարակությունը առհասարակ հասկանա ովքեր են պայքարում ընտրություններից առաջ եւ ինչպիսի մարդիկ են, որովհետեւ հիմնականում կաղապար է ուռճացվում եւ մարդկանց թվում է, այսինքն կարծիք են կազմում միայն այդ լսված ինչ որ ինֆորմացիաներից, այսպես կարող են ավելի լավ ծանոթանալ։ Այո, եւ այստեղ Սամվել Կարապետյանը խոսում է այն մասին, որ իրենք 1 տարով էին տեղափոխվել Ռուսաստան, այդ մտքով էին գնում, որ 1 տարի
հետո պետք է վերադառնան նորից, բայց 33 տարի մնացին Ռուսաստանում ու այս հատվածն էլ շատ իսկապես այն տարիների համար այդպես բոլորի մտքով այն էր, որ գնան մի տարի աշխատեն եւ վերադառնան ու Հայաստանում հնարավոր կլինի շարունակել ապրել, բայց այնպես էր իրավիճակը, որ իսկապես գնում են եւ աշխատանքով անցնում ու այդպես այնտեղ շարունակում մնալ։ Դուք որտես եք։ Հաճախ է բոլորիս հետ գրեթե եղել է հարազատներից ամենակիչը հաստատ կան, որ գնացել են տարբեր երկրներ աշխատանքի, շատ դաժան ճանապարհ է անցել մեր հանրապետությունը եւ ժողովուրդն էլ եւ հիմա արժանի են ավելի լավ բարեկայցիկ ապագայի։ Այո, եւ Կարապետյանի կինը նաեւ այս հարցազրույցում խոսում է թե ինչպես ընդունեց իրենց ընտանիքը, երբ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը որոշեց քաղաքականությամբ զբաղվել, այդ հատվածն էլ առաջարկում եմ լսել։ Վաղուց ամեն ինչ բանը Եթե Սամվելը որոշել է գնալ քաղաքականության մեջ եւ դա պետք է մեր հայրենիքի համար, ժողովրդի համար, մենք Սամվելի կողքին ենք, կլինենք եւ կանք։ Իսկապես շատ կարևոր խոսքեր են կարծում եմ, երբ ինչ որ շատ կարևոր շրջադարձային փոփոխություն է սպասվում ընտանիքի համար, իսկ այս ընտանիքի համար կարծում եմ, որ իսկապես շրջադարձային էր այն որոշումը, որը դեռ 2025-ի հունիսին կայացրել է Սամվել Կարապետյանը, բիզնեսի աշխարհում գտնվող եւ հաջողությունների հասած, մեծ հաջողությունների հասած մարդը որոշել է գալ քաղաքականություն զուտ այն պատճառով, որովհետև ցանկություններ ունի Հայաստանի իր հայրենիքի հետ կապված։ Եվ շատ բարդ է նման մարդկանց համար, որովհետև հիմնականում բարերար եւ բարեգործի կերպարից դուրս արդեն հիմնականում թե իր ընդդիմադիրներն կամ առասարակ իշխանությունից հնչում են այնպիսի արտահայտություններ, որը հարիր չէ եւ օրինակ 1 տարի կամ 1.5 տարի առաջ նա նույն ղեկավարների կողմից շնորհակալության էր արժանանում ազգային բարերարի կոչումներ, բավական բարդ է եւ պատասխանատու նման քայլերը։ Հիշենք, որ մեր մյուս ազգային բարերար եւ ելի հարուստ մեր հայերից Ռուբեն Վարդանյանն էլ գտնում է Բաքվում եւ շատ կարևոր է նրա վերադարձնել, որովհետև ինչպես գիտենք Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարծես թե տարբերվում է մնացածից, որովհետև միայն դժվար ժամանակներում մեզ մոտ են, որ մեծ կարողություն ունեցող մարդիկ կենտրոնանում են կամ առասարակ ժողովուրդը կենտրոնանում է մի գաղափարի շուրջ եւ հուսով ենք կկարողանանք հաղթարել այս բարդ ժամանակահատվածը։ Ռուբեն Վարդանյանի մասին ես հիշեցի Նարեկ Կարապետյանի խոսքերը, երբ նա պարբերաբար կրկնում է, որ աշխարհում կա 5 մեծ խոշոր հարուստ հայ, միլիարդատեր հայ եւ նրանցից 2-ը անազատության մեջ են, մասնավորապես Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է արդեն 3 տարի եւ ավելի, իսկ Սամվել Կարապետյանը Հայաստանում տնային կալանքում է վերջին ամիսներին, մինչև այդ տևական շրջան բանտային կալանքում էր։ Այս հարցազրույցում շատ խոսվում է նաև Կարապետյանի քաղաքականություն մտնելու ուժեղ Հայաստան կուսակցության ընտրություններին մասնակցող դաշինքի մասին ու Կարապետյանը նախ զարմանում է, որ Հայաստանում էլիտաները, խոշոր բիզնեսմենները չեն խոսում այն վտանգների մասին, որոնք մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետության արչև այժմ ծառացել են ու իսկապես սա կարծես թե մի խոսք է, որը շատերիս մտքով է անցում, թե ինչու հատկապես խոշոր ձեռնարկատերերը, ովքեր իրենց հարստությունը ստեղծել են այս երկրում, որևէ բառ չեն ասում եւ վախենում են միայն իրենց այդ կուտակած հարստությունը կորցնելուց եւ Կարապետյանը ոչ միայն նշում է այդ մասին, նաեւ կոչ է անում, առաջարկում եմ այդ հատվածն էլ լսենք։ Ինձ շատ է զարմացնում էլիտայի պասիվ մոտեցումները այս ամենի նկատմամբ, մեր բիզնեսմենների վախերի ու պասիվ մոտեցումները այս ամենի նկատմամբ։ Պետք է մարդիկ հասկանան, եթե մենք կորցրեցինք մեր երկիրը, նվաստացրեցինք մեր երկիրը, իրենք ոչ մի հաջողություն չեն ունենալու։ Ես նորից ուզում եմ կոչ անեմ մեր արվեստի մարդկանց, բոլոր այն ազդեցիկ մարդկանց, ովքեր վախենալու ոչինչ չունեն ընդհանրապես։ Ինչու են լռում էլիտաները, Դավիթ։
Կարծես թե սոցցանցերում եւ առասարակ լրատվականներով նման ամենաթող վիճակով արտահայտությունները կարող են լինել պատճառ կամ իշխանական թևն են պաշտպանում կամ աշխատում են լռել, որովհետեւ փորձ ունեցանք հեղափոխությունից հետո, որ շատերը պախարակվեցին եւ գործեցին իրենց անունը եւ կարծես թե դա էլ է պատճառներից, բայց ես նկատում եմ, որ արդեն կարծես թե սկսում են մտավորականներից կարծիքներ հայտնել եւ հստակ կերպով դիրքորոշում արտահայտել, որովհետեւ բարդ է երկար ժամանակ լռել եւ հանդուրժել այդ ամենը, ինչի հետ համաձայն չես։ Իսկ արդարացում է այնուամենայնիվ այն ինչ որ դու ասացիր, արդարացում կարող ենք համարել դա եւ ընդհանրապես վախնել, մենք գիտենք, որ քրիստոնեության մեջ մեղք է համարվում։ Մենք էլ ամենահին քրիստոնյա ազգերից մեկն ենք։ Վախ, ճիշտ է վախենալ, վախի մեջ ապրելը։ Շատ ճիշտ նշեցիր, բայց մենք հեռացել ենք քրիստոնեությունից, ինչպես մենք տեսանք, որովհետեւ այն գործողությունները, որը տեղեր ունենում, թե Էջմիածնում, Մայրաթորում, թե առասարակ տարբեր վայրերում, սրբավայրերում ապացույցներ այդ ամենի, որովհետեւ հենց թուրքերն ու մուսուլմաններն էլ այդքան դաժանաբար չէին մոլեռանդությամբ փորձում գրավել կամ վնասել որևէ գույք, օրինակ հենց Մայր տաճարի, որը մենք անում ենք զուտ մեր քաղաքական կարծիքների համար, որը անթույլատրելի է, կարող ենք բոլորս ունենալ տարբեր կարծիքներ, բայց այն ամենը ինչ արժեք է հայ ժողովրդի առասարակ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, պետք չէ դառնա այդ քարոզչական այդ թեզի ինչ որ մի առարկա եւ պետք չէ ուրանալ այդ ամենը, այսինքն բոլորիս համար դա այդպես է, անկախ նրանից ընդունում ենք մենք մեր սխալը, թե չենք ընդունում համաձայն ենք իրար հետ, թե ոչ, դա եղել է կա, իսկ մենք կանցնենք ու կգնանք, պետք է կարողանանք հասնել մեր հաջորդներին արդեն։ Եվ Կարապետյանը իր խոսքում այստեղ նշում էր, որ ինքը որևէ վախ չունի ինչ որ բան կորցնելու, որովհետեւ Նազանին հարցրեց, եթե ձեզնից վերցնեն այն ինչ որ դուք կուտակել եք, հավաքել եք, ինչ կմնա, ինքը ասաց, որ կմնա իմ համառությունը, իմ բնավորությունը, իմ ուժը այդ ամենին նորից հասնելու համար։ Եվ իսկապես շատ ճիշտ են այն խոսքերը, որ եթե քո հայրենիքը չկա, եթե դու ունես կիսատ, կորսված հայրենիք, ապա քո հաջողությունները իսկապես զրոյանում են, ինչպես որ դա մենք մեր աչքի առաջ տեսանք 2020-ին, հետո 2023-ի, երբ մեր հայրենիքի մասը կորցրինք, մեր երկրորդ հայկական հանրապետությունը կորցրինք ու այն բոլոր մարդիկ, ովքեր որ այդ հանրապետության հերոսներ էին, այդ հանրապետության բանակի գեներալներ էին, ըստ էության նրանց կոչումները այլևս ոչ մի բան են, որովհետև չկա այդ հանրապետությունը, չկա այդ հայրենիքը, հետևաբար դու այլևս ինչ որ մի հայրենիքի հերոս ես, մի երկրի պետության հերոս ես, որը այլևս գոյություն չունի։ Հետևաբար նաև չկա քո այդ ուրեմն շքանշանը, քո այդ կոչում։ Եվ վերադառնալով նորից Կարապետյանի հարցազրույցին, այստեղ Կարապետյանը շատ կարևոր հայտարարություն է անում այն խոսակցությունների մասին, երբ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը պատրաստ են գնալ մինչեւ վերջ, մենք գիտենք, որ նրանք չունեն կարմիր գծեր եւ պայքարելու են մինչեւ վերջ իշխանության համար եւ Կարապետյանը ասում է, որ այդ խոսույթը ինձ շատ լավ ծանոթ է, բայց թե ինչ է ասում ի պատասխան այդ խոսույթին Կարապետյանը, լսենք նաեւ այդ հատվածը։ Ես գիտեմ այդ խոսույթը, որ գոյություն ունի Հայաստանում, սրանք իշխանություն տվող չեն, միևնույն է խախտումներ են անելու։ Իհարկե մենք ամեն ինչ հասկանում ենք, վստահ ենք, որ իրենք խախտումներ են անելու, բայց վստահ ենք, որ իրենք իշխանությունը տալու են, շատ խելոք, որտեղ իրենք ուրիշ ձև չունեն, իրենք չեն կարող հենվել ընդամենը մեր հասարակության ամենաաղքատ, ում իրենք հասցրել են աղքատության ծայրահեղ աղքատության շեմին եւ կառավարեն երկիրը իրենց հայտարարված ամենավտանգավոր տոկոսները, որ իրենց 8 տարվա ընթացքում մեր շատ մարզերում աղքատությունը կրկնապատկվել է, հասել է մինչև 43% Շիրակի մարզը, Տաուշի մարզը, 2 անգամ ավելացել է, հասել է մոտ 40%։ Իսկ ինչու։ Որտեվ այս երկրով ոչ մեկը չի զբաղվել, այս մարդիկ մենակ երկել պարել են ու լապել են պետական բյուջեն։ Պետությունը պետք է առաջնահերթություն դնի մարդուն, ոչ թե մնացած պրոցեսներին, ասֆալտը սենց, են մյուսը սենց, այս մարդկանց միակ 8 տարվա պարծանքը ասֆալտ փռելն է, ինչը որ
պետական վարկեր վերցնելով ցանկացած ախալքալակցի, ցանկացած միջին բիզնեսմենը 10 անգամ լավ այդ ֆունկցիան կատարեր, քան կառավարությունը մարդ ունեցի ցանկացած միջին բիզնեսմենը ամբողջ կառավարության ֆունկցիան 2 անգամ ավելի էֆեկտիվ հաստատ կատարեր։ Շատ պատկերավոր է ներկայացնում Կարապետյանը այն ամենը, ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում եւ այն ինչ որ անում է Հայաստանի իշխանությունը։ Իմ կարծիքով տեղին է նման դիտարկումները ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլ առհասարակ ընդդիմությունը թե ինչպես է նման դիպուկ կերպով արտահայտում, որովհետև ներկայիս իշխանությունը ցույց չի տալիս, թե ինչ տեսլական ունեն եւ ինչ քաղաքականություն են վարելու։ Մենք նախապես իմացանք, որ հակաեկեղեցական պայքարը եւ Գարեգին Բեին փորձել իր աթոռից դուրս փորձելու են անել եւ քանի որ ժողովուրդը այդքան էլ դրական չէր տրամադրված այդ ամենին չեն բարձրաձայնում, եթե մենք լսեինք այդ կոչերը եւ տեսնենք մարդիկ հավաքվում են նրանց շուրջ, կարելի էր ընդունել եւ հասկանալ, որ այո, ժողովուրդը ցանկանում է այդ ամենը, սակայն կոծկել այդ ամենը եւ 2018-ից սկսած մինչ օրս նույն թեզեր առաջ տանել, թե Ռոբերտ Քոչարյանի մասին, թե KGB-ի ինչ որ տենց գործակալների մասին, այսինքն նույն թեզերն ենք լսում, որ չկա արդյունքը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր հավատացել են, արդեն թերավատորեն են մոտենում եւ արժեզրկված է այդ ամենը լինում։ Կամ ինչ որ տարբեր երկրների գործակալներ է, որ անվանում են ինչ որ ուժերի ղեկավարներին կամ սպառնում, որ պետք է նստածնեն կամ կոպեկ առ կոպեկ բերեն, ուղղակի արժեզրկվում է այդ ամենը, որովհետև 8 տարիների ընթացքում դրա գոնե 10 կամ 20%-ը մենք չենք տեսել եւ այդ իսկ պատճառով ցանկալի կլիներ, եթե իշխանությունները ցանկանում են կառուցողական լինել, արտահայտեն իրենց տեսլականը, հստակ հայլերով ցույց տան եւ տեր կանգնեն իրենց ասածին, որ ժողովուրդն էլ հասկանա ինչի համար է նա ցայն տալիս եւ եթե օրինակ ինչ որ կետեր չի կատարվում, գոնե հարցը տալու իմանան ինչ պատասխան ակնկալել, ոչ թե ուղղակի մեղադրանքներ միմյանց եւ նման հայտարարությունները իմ կարծիքով պարտադիր են, որովհետեւ պետք է հնչի եւ հասարակությունն էլ պետք է բարձրացնի այդ ամենը։ Այո, եւ հավանաբար Կարապետյանն էլ այդ ամեն ինչը շատ լավ հասկանում է, դրա համար էլ հայտարարում է, որ իշխանությունը շատ հանգիստ ու խելոք տալու է։ Իշխանությունը եթե ընտրություններում պարտվի, որովհետեւ կա հասարակական մեծ դժգոհություն այս իշխանություններից եւ ներողություն ընտրությունների կեղծումը որևէ կերպ չի կարող նրանց փրկել եւ ուժի զորով, ինչպես ասում են, նրանք չեն կարող իշխանության մնալ։ Այո, Նիկոլ Փաշինյանն էլ աչափնյակում հայտարարեց, որ եթե ժողովուրդը ընտրի, նրանք հլուկը հեռանան, ցանկալի կլինի տեսնել արդար ընտրություններ եւ արդյունքները։ Այո, եւ Կարապետյանի այս հարցազրույցի վերջին հատվածը, որի մասին կուզեի խոսենք, մասնավորապես վերաբերվում է Սամվել Կարապետյանի երազանքին, իսկ նրա երազանքը ոչ ավել ոչ պակաս ուժեղ Հայաստան ունենալն է, Հայաստանը ուժեղ տեսնելն է ու նա հավատացած է, որ ինքը չի կարող կորցնել իր երազանքը։ Շատ էմոցիոնալ հատված է խոսքի, լսենք։ Հայաստանը ինձ համար գլխավոր փուլում է։ Ես չեմ կարող կորցնել իմ երազանքները, որ մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան։ Դա իրոք եղել է իմ կյանքի երազանքը եւ ես ամեն ինչ անելու եմ օգնեմ, որ դա իրականություն դառնա։ Ես շատ վստահ եմ հայ ժողովրդի վրա, հայ երիտասարդների վրա, հայ բիզնեսմենների վրա։ Իրենք կարող եմ ասել ամենակարողն են։ Եվ կարծես թե, ինչպես ասում են, puzzle-ը հավաքվում է ու արդեն պարզ է թե ինչու ուժեղ Հայաստան է կոչվում Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը եւ ինչու է Կարապետյանը ամեն շաբաթ մի աննախադեպ մեծ ծրագրի մասին հայտարարում, որը վերաբերում է Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները լուծելուն, տնտեսական խնդիրները լուծելուն, անվտանգային խնդիրները լուծելուն, որովհետեւ Կարապետյան ունի մեծ երազանք, այն է ուժեղ հզոր Հայաստան տեսնելը։ Այո, բոլորս ունենք նման ցանկություն եւ ցանկալի կլիներ այո տեսնել այդ ամենը եւ տեսնել մոտ ապագայում, որովհետեւ շատ մեծ խնդրի առաջ է երկիրը կանգնած առհասարակ եւ նման ներքաղաքական ապատյան կարող է վնասել միմիայն մեզ եւ առհասարակ Հայաստանին առհասարակ։ Այո, եւ այսպես սահուն անցնենք մեր հաջորդ թեմային, որը քարոզարշավին է վերաբերվում այս պահին ընթացող Հայաստանում, վարքյաններ անց կխոսենք այդ մասին։
Այսպես ուղիղ մեկ շաբաթ է մեր երկրում շարունակվում է ընտրապայքարը, նախընտրական քարոզարշավը եւ մի կարևոր եզրահանգում, որը մենք մեզ համար արել ենք, դա այն է, որ Հայաստանում քաղաքացիները ապրում են անարդարության մեծ զգացումով եւ նրանք բոլոր քաղաքական ուժերից եւ առաջին հերթին Հայաստանը վերջին 8 տարում ղեկավարող քաղաքական ուժից անընդհատ պահանջում են արդարություն, անընդհատ պահանջում են լինել շիտակ եւ ճշմարտախոս, սիրել երկիրը, ինչպես որ քաղաքացիներից մեկն էր երեք կոչանում չերքել ու չպարել փողոցներում, այլ պարզապես սիրել այս երկիրը ու սիրով անել ինչ որ արվում է եւ այսօր էլ մի այսպես շատ արտասովոր տեսարան էր, երբ Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի ժամանակ մոտեցավ Գեղարքունիքի Ազատի զորամասի զինվորական կացարանում հրդեհից զոհված 15 զինվորներից մեկի մայրը եւ շատ այսպես վրթովված խոսում էր Փաշինյանի հետ, ուղիղ նրան մեղադրում իր եւ մյուս 14 իր որդու եւ մյուս 14 զինվորների մահվան համար Հավանաբար լսենք այդ խոսքը, հետո կքննարկենք։ Մի կոպեի բաժակով, որ ես քո վրա բենզին լցեմ, դու կվառվես, ես էլ չեմ վառվի։ Ինչի 15 երեխու վառիկ։ Ինչն է, տիկին։ Պատասխան դու, ուրայի։ Պատասխան տամ։ Դուր։ Դուք հարցը ավարտեք, ես պատասխանը կտամ։ Ես 15 երեխու կողմից խոսում եմ, դուք վառեցիք 15 երեխուն, ձեր կեղտերը ծածկելու համար, ես իմ երեխուն եմ ուզում, ինձի ոչ մի բան պետք չի, ոչ թոշակ, ոչ աշխատավարձ, ոչ մի բանի լափելով, դուք ոչ մի բանի չեք հասնի, ես իմ երեխուն եմ ուզում, ես շատ տաճակով 18 տարի գայլել եմ այդ երեխու հետ, ուրայի երեխեն, ես եք սևավոր դարձրիք մեզի, խի կարաս ասես, ես չեմ հագստանում, ես գիշերը արցուքն աշկելից իմ երեխին եմ ուզում, ոչ մի բան պետք չի, դուք տարած մեր երեխեքին վարիք, ողջին տարած մերիք դենիք իմ առաջը, իմ երեխեն ատոմնի սիրում էր, ոչ մի արի, ես նոխում եմ կեզնից, սպում եմ կեզնից, իմ երեխեն դոշ տված, դպրոցի մոտից եկով գնացեք, դպրոցի մոտից իմ երեխեն, ձեզ, ես էլ եմ ընտրել, դու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ են օրը, որ ես ձեզ ընտրել, որտեղ դուք իմ երեխի մահվան պատճառը դարանք, դուք սպանիք է 15 երեխուն ու այսօր եկել եք, ասում եք թոշակ բարձրի մանկապարտեզ սարքի, դպրոց սարքի, ինչի համար եք դպրոց սարքը, որ թուրքերը գալ լծվեն, դրա համար, ես չեմ ուզում իմ քյորբա երեխեն թուրքի բաժին դառնա, ես չեմ ուզում, որ իմ երեխեն թուրքերի հետ ամուսնանա, չեմ ուզում, ես ուզում եմ իմ երեխուն, կարաս իմ երեխուն բերես, ինձ քեզնից ոչ մի բան պետք չի։ Դուք ավարտեք ես կարձագանք։ Դուք ավարտեք ես կարձագանք։ Ես 18 տարեկան երեխա եմ գրկել, պահել եմ, մեծացրել, իրա հետ քայլել եմ, ու այսօր իմ երեխան չկա, ես իմ երեխան եմ ուզում։ 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեվա մեջ վառեցիք։ Գործը հիմա դատարանում է եւ դրանից հետո դե լավ տիկին հասկացանք, հա։ Ես դրանից հետո կորպուսի հրամանատար ազատվել է, բազմա տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից եւ հիմա դատավարություն է գնում եւ դրանք դատվում են։ Ես իհարկե հասկանում եմ ծնողների հուզմունքը, իմիջիալոց այդ ազատված սպաներից մի մասն է կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմի ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի չեք գնում ընդդիմության հարավակներին անում։ Մաղսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է եւ բոլոր հնարավոր տեղերում միանք ինչի չեք գնում Մաղսուդյանին։ Ինչի չեք գնում։ Ինչի չեք գնում, ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։ Ում եմ ընդունել աշխատանքի, բան չեք գնում ընդդիմության հարավակներին, չգիտեք որ Մաղսուդյան ընդդիմության առաջնորդներից մեկն է։ Ոչ, ձեզ դուք չեք գնում, դուք գիտեք ովքեր են մեղավորները եւ դատավարություն է գնում,
Նախ դեպքի մասին 2023-ի հունվարի 19-ին էր տեղի ունեցել այդ մեծ ողբերգությունը Գեղարքունիքի Ազատի Զորամասի կացարանում, զինվորական կացարանում, երբ 15 զինվորները պարզապես չէին կարողացել դուրս գալ կացարանից ու այդպես ողջ այրվել էին, ինչքան էլ որ սարսափելի է դա ասելը։ Եվ հիմա արդեն քանի տարի է շարունակվում այդ դատական գործը, բայց որևէ կարծես թե կոնկրետ մեղավոր եւ բացահայտում չկա թե ինչն էր եղել պատճառը եւ ես շատ լավ հիշում եմ որ այդ դեպքի հաջորդ օրը կառավարության նիստն էր Նիկոլ Փաշինյանը միանգամից վարկած առաջ քաշեց եւ այնպես ներկայացրեց կարծես թե հենց այդպես էլ եղել է եւ այդպես ականատեսի վկայություն էր տալիս կառավարության նիստի ժամանակ ու դա ավելի բորբոքեց կասկածները հանրային տրամադրությունները ավելի այսպես սրվեցին թե իրականում ինչ է եղել որովհետեւ տարբեր վարկածներ են շրջանառվում մինչև անգամ ադրբեջանական դիվերսիա եւ իհարկե իշխանությունը եւ իրավապահները հերքում են այդ վարկածները ասում են որ նման բան հնարավոր չէր որ լիներ բայց միևնույնն է ինչպես մենք տեսնում ենք ծնողները շարունակ պահանջում են արդարություն եւ շարունակ պահանջում են պատասխան թե ինչպես եղավ որ իրենց որդիները պարզապես չկարողացան այդ կացարանից դուրս գալ եւ այդ վառարանի հրդեհը կրակը ամբողջությամբ տարածվեց այդ կացարանում ու բոլորը մահացան ցավոք սրտի Այո, շատ ցավոք եւ շատ ցավալի թեմա է այդ ամենը եւ ավելի ցավալի է նման կերպ պատասխան ստանալը ծնողի համար, որովհետեւ ծնողը իրավունք ունի բարձրաձայնելու այդ ամենը եւ ցանկալի կլիներ, երբ որ լսում ենք, որ կարեկցում են եւ հասկանում են այդ ամենը, գոնե բղավոցներով կամ մեղքի իր բաժինը ուրիշների վրա գցելով չավարտվեր այդ ամենը կամ այլ էթիկայի հարցեր էլ կան, որը չեմ ցանկանա բարձրացնել, պետք չէ նման կերպ անել, եթե իրոք ցավում ես եւ ցավակցում ես մարդուն, պետք չէ քո մեղքի բաժինը գցես ուրիշների վրա եւ եթե աշխատանքից ազատելով են ուղակի վերջացել եւ մեղավոր են, ինչու այդպես եղել, ինչու այժմ նստած չեն գաղութում կամ ինչու դատավարությունը հստակ չի գնում, ուղակի աշխատանքից ազատելով խնդիրները չի լուծվում։ Այո, իդեպ Փաշինյանը խոսում էր գնդապետ Միհրան Մաղսուդյանի մասին, որը դեպքի ժամանակ երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ կորպուսի հրամանատարի տեղակալն է եղել եւ նրան հենց Փաշինյանն է ազատել աշխատանքից դեպքից հետո եւ Փաշինյանը այսօր արձագանքել է ներողություն Մաղսուդյանը այսօր արձագանքել է Փաշինյանի մեղադրանքներին մասնավորապես նա Facebook-ի իր էջում գրել է մեջբերը միատված դեպքից անցել է արդեն 3 տարի եւ այս ամբողջ ընթացքում ես անգամ մեկ անգամ չեմ հարցաքնվել ավելին երբ հոսպիտալում պարկած էի հենց դուք ինձ ազատեցիք ծառայությունից դիմելով Փաշինյանին գրել է գնդապետ Մաղսուդյանը ստացվում է որ անգամ Փաշինյանը ում որ կասկածում է եւ մեղադրանքներ է հնչեցնում այդ մարդու հասցեին այդ զինվորականի հասցեին մինչեւ հիմա նրան չեն հարցաքննել եւ հետեւաբար անհասկանալի է թե ինչու է Փաշինյանը հիշում հենց նրան զուտ այն պատճառով որ նա հիմա ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ քարոզարշավի է մասնակցում թե իսկապես ինչ որ կասկածներ կան բայց իրավապահները տեղից չեն շարժվում եւ չունենք այդ հարցերի պատասխանները Հաշվի առնելով որ քարոզարշավ է դժվար չէ ենթադրել ինչի համար է այդ արտահայտությունները հնչում եւ երբ որ հարցը բարձրացնում են երկրի ղեկավարին ցանկություն ունեն խնդրի լուծում ստանալ այլ ոչ թե ուղղորդում որ գնան ընդդիմության ցույցերին բարձրաձայնեն որովհետեւ եթե այդ մարդը պաշտոն չունի նա չի կարողանալու այդ հարցին ոչ լուծում տալ ոչ էլ ինչ որ մի կերպ խթանել այդ հարցի լուծմանը եւ զարմանել է ուղարկի նման էմոցիոնալ ճառերը եւ որտեղ են ցանկանում տանել այդ ամենը խոսակցությունը Ինչ-որ ծանր թեմա է եւ երևի թե ավարտենք այսքանով Այո Անցնենք առաջ Թրամփը հեշտվորց Պուտինի եւ Սին Ցինփինի համար նման կերպ է արտահայտվել ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը Թրամփի կատարած Չինաստան կատարած այցից հետո հիշեցնեմ որ Թրամփը երկօրյա գագաթնաժողովի էր մասնակցում Պեկինում Չինաստանի նախագահի հետ այնտեղ քննարկվեցին բազմաթիվ թեմաներ որտեղ հիմնական
թեմաներ Իրանի եւ Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, Իրանի հարցերը եւ Թայվանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, որ այդ հանդիպումը կարծես թե որևէ նորմալ կամ ռեալ արդյունքով չի ավարտվել ԱՄՆ-ի Միացյալ Նահանգների համար, դա վկայում է օրինակ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի այդ հայտարարությունը, որ նա հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Պեկինը այդ օրը կնշեն, երբ որ Թրամփը վերընտրվի հանկարծ, որովհետեւ ամենահեշտ մանիպուլյացիաներին տրվող ղեկավարն է։ Ըստ Բոլթոնի Թրամփը հնարավոր վերընտրվելու դեպքում այլ ավելի կվատացնի Միացյալ Նահանգների վիճակը աշխարհաքաղաքական դաշտում, մերձարավոր արևելքի հակամարտության որևէ խնդիր, որևէ հստակ արդյունք չկարողացան արձանագրել։ Օրինակ ցանկանում էր Միացյալ Նահանգները Չինաստանից ստանալ երաշխիքներ, որ Հորմուզի նեղուցի բացելու հարցում նա կմիջնորդի կամ միջուկային զենքի Իրանի միջուկային զենքի մասով ինչ որ հայտարարություններ կարվի, սակայն Չինաստանը հստակ իր դիրքորոշումը ցույց տվեց եւ հայտարարեց, որ չի պատրաստվում միջնորդ լինել որևէ կոնֆլիկտում, հատկապես երբ որ հասկանալի չեն դրդապատճառները։ Ի պատասխան այդ ամենին Իրանից հայտարարություններ հնչեցին, նրանք նախ ասացին, որ նրանք նպատակ չունեն միջուկային զենքի, ինչպես նրանք ավելի վաղ հայտարարել են։ Դրանից հետո հայտարարություն հնչեց Աբբաս Արաղչիից, որ երբ որ ցանկանում է Միացյալ Նահանգները բանակցել կամ արդյունք գտնել, ավելի լավ է նրանք Իրանի հետ բանակցեն եւ փորձեն երաշխիքներ բերել, այլ ոչ թե փորձեն միջնորդներ գտնել այդ հակամարտության համար։ Զարմանալի է, մեծ պատվիրակություն էր գնացել Չինաստան եւ այդ արդյունքների բացակայության պատճառով էլ օրինակ հենց Boeing ընկերության արժեթղթերը 4%-ով անկում ապրեցին։ Այնտեղ որևէ հստակ պայմանավորվածություն չեղավ, մեծ ցանկություններով էր Միացյալ Նահանգները գնացել, որ կարող է վաճառքները շատացնել, սակայն բայց այնտեղ տեղեկություն կար, որ 200 Boeing է պատրաստվում Չինաստանը գնել, Թրամփն էր այդ։ Այո, 200 Boeing դա Թրամփը հայտարարել էր, սակայն իրականություն ավելի քիչ էր եղել եւ այդ իսկ պատճառով արժեթղթերը ընկել են, որովհետեւ նրա հայտարարությունից հետո բարձրացել էին գները, որովհետեւ մարդիկ սպասում էին, որ կլինի բում, սակայն Չինաստանը ավելի մեղմ է այդ ամենում եղել եւ հաշվարկված սովորական քաղաքականություն է վարել, այնտեղ մեծ բիզնեսի ներկայացուցիչներն էլ էին ներկա գտնվել, այնտեղ փորձել են ինչ-որ համագործակցության գալ, այսինքն կերպարը փորձել էին ստեղծել, որ երկու ուժեղ տերություններ համերաշխության են ձգտում, բայց վերլուծաբանները այդքան էլ այդ կարծիքին չեն եւ համոզված չեն արդյոք այս հանդիպումը ծառայել է իր նպատակին, հատկապես որ շուտով պետք է Վլադիմիր Պուտինը այցելի Չինաստան, այնտեղ հանդիպի, կարծես թե այդ ամբողջ պատկերը ստանալու համար պետք է սպասենք Ռուսաստանի այցին, Ռուսաստանի ղեկավարի այցին եւ կտեսնենք արդեն ընդհանուր պատկերը, թե ինչ ուղղությամբ է գնալու աշխարհը, կարծես թե Չինաստանին ավելի վաղ մեղադրում էին Իրանին օգնելու եւ Ռուսաստանին օգնելու մեջ, սակայն այժմ չենք տեսնում նման հայտարարություններ, նույնիսկ Թրամփը հրաժարվել է Սի Ցզինփինին անվանել բռնապետ, միջվեց ավելի վաղ նա հայտարարում էր, նա ասել էր նա շատ լավ ղեկավար է, եթե դուք դա բռնապետություն եք անվանում, ուրեմն անվանեք ինչպես ցանկանում եք։ Այո, Թրամփը նաև այսպեսի մի կոմպլիմենտ է արել, հաճախոսություն է արել Սի Ցզինփինին, ասելով, որ եթե Հոլիվուդը ու ցանկանա նրա մասին ֆիլմ նկարահանել, այդպիսի մեկին, ինչպիսին Սի Ցզինփինն է, այդպես բարձրահասակ, այդպիսի մի լավ տղան չի կարողանա Հոլիվուդը գտնել, սա իսկապես ցնցող է, երբ Միացյալ Նահանգները, ով կոնկրետ տնտեսական պատերազմի, տնտեսական առճակատման մեջ է եւ ոչ միայն տնտեսական առճակատման մեջ է այդ երկրի հետ կարող ենք ասել մի քանի հարյուրամյակ, հիմա Միացյալ Նահանգներում ղեկավար է, ով այսպես շատ բաց ու շատ քաղցր մեղցր խոսքեր է ասում Չինաստանի ղեկավարի հասցեին, բայց նույնը կարծես թե ի պատասխան չի լսում, այլ փոխարենը շատ կոնկրետ Չինաստանը շարունակում է թե Թայվանի հարցում, թե տնտեսական զարգացման հարցում, թե մյուս միջազգային հարցերում, հարթակներում շատ կոնկրետ պահել իր դիրքերը, դիրքորոշումները, հավանաբար մտածում եմ, որ Թրամփը 5 տարի հետո կլքի իր պաշտոնը գուցե ավելի քիչ եւ իրականությունը կփոխվի, իսկ նրանք պետք է միշտ նույն քաղաքականության մեջ մնան, ինչը շատ հասկանալի է եւ նաեւ դու խոսեցիր Ջոն Բոլթոնի մասին, մենք շատ լավ գիտենք թե ով է Ջոն Բոլթոնը, համենայն դեպս հիշում ենք, որ նա իշխանափոխությունից հետո եկավ Հայաստան 2018-ին եւ կոչ արեց Հայաստանի ղեկավարությանը այսօրվա
պատմական կարծրատիպերից հեռանալ, կոտրել պատմական կարծրատիպերը, մասնավորապես Ղարաբաղյան հարցի շուրջ, եւ նա մի կերպար է, ով սիրում է ամեն ինչ լուծել ուժի միջոցով, ուժի դիրքերից, եւ նա նաեւ Իրանի այս պատերազմի ընթացքում հայտարարում էր, որ Տրամպը մեծ սխալներ է գործել, նրան շատ սխալ տեղեկություններ են հաղորդել Իրանի ներուժի, ռազմական ներուժի մասին, եւ նա բնականաբար չի կարողանալու հաղթել, եւ ըստ էության Բոլթոնը ոչ այդքան սխալ դուրս եկավ այս հարցում, բայց համենայն դեպս նրա այս հայտարարությունները Տրամպի մասին, որ հեշտ որս է Պուտինի եւ Սի Ցինփինի համար, սա իսկապես կարծես թե շատ մեծ հարված է Տրամպի հեղինակությանը հենց երկրի ներսում, առանց այն էլ ամերիկացիների շրջանում Տրամպը շատ բարձր հեղինակություն կարծես թե չունի նրա գործունեությունը։ Շատ հեշտ է գայթակղվում, եթե լավ հայտարարություններ կամ կոչեր են անում կամ գովերքում են Թրամփին, շատ հեշտ կարողանում է տրվել այդ ամենին։ Կարող ենք հիշել Թրամփի կասկածելի հայտարարությունները Իրանի դեմ այդ առճակատման ժամանակ, նա հայտարարում էր, որ Իրանում հիմնականում օլերանտներ են կամ ֆանատիկներ են, ապա հայտարարում էր, որ նրանք շատ խելացի ժողովուրդ են եւ նրանք կարող են եղբայրներ լինել, եւ Չինաստանը դասեր քաղել այդ ամենից եւ պրագմատիկ քաղաքականություն է վարում, ինչպես եւ Իրանը այժմ, այդ պատճառով բարդ է այս մերձավոր արևելքի մեծ հակամարտությունը ավելի արագ լուծել, որովհետեւ Իրանը փորձեց երկու անգամ տարբեր ժամանակներում եւ տեսավ, որ կրկնվում է ագրեսիան եւ հարձակումները, հիմա վստահության խնդիր կա երկու կողմերի համար էլ Թրամփի խնդիրն է մինչեւ նոյեմբեր գոնե խնդիրները լուծել, որ կարողանա վերընտրվել, իսկ Իրանի համար էլ հստակ եւ վերջնական լուծել խնդիրը, որ հերթական անգամ չստանան պատերազմ եւ խոստումների դիմաց ուղղակի։ Տրամպը պարզապես փորձում է իրեն ներկայացնել հարց, աշխարհում հարց լուծող տղա, բայց իրականում կարծես թե դա ուղղակի այդպես քարոզչական փուչիկ է, որը մի պահ փչվում է, այնուհետև շատ արագ պայթում։ Այո, եւ Թրամփը հրաժարվում է պատասխանել դիպուկ հարցերին լրագրողների, երբ որ դուրը չի գալիս այդ հարցը, նա հայտարարում է, որ դա ֆեյք լուրեր են ուղղակի եւ հրաժարվում է պատասխանել, շատ հետաքրքիր քաղաքականություն է։ Եվ լրագրողներին անվանում հիմար, խոզուկ նման տեսակի վիրավորական հայտարարություններ անում մեր արտասահմանցի գործընկերների հասցեի։ Եվս մի հետաքրքիր բան էր եղել Չինաստան այցի ժամանակ, երբ որ Սի Ցինփինը լքել էր սեղանը, Թրամփը փորձել էր տեսնել, թե ինչ է գրված իր մոտ մատյանում, Սի Ցինփինի մոտ, կարող է կադրում տեսնել, Սի Ցինփինը հեռանում է եւ այնտեղ Դոնալդ Թրամփը ուղղակի ցանկանում է տեսնել ինչ է այնտեղ գրված, հավանաբար չինարեն էր գրված այնտեղ եւ չի հասկանում։ Չհասկացա։ Հետաքրքիր էր Թրամփ եւ մի հետաքրքիր բան էլ էր եղել, Փիթ Հեքսեթը պատերազմի նախարարը շատ լարված եւ էմոցիոնալ էր Սի Ցինփինին ողջունելուց եւ Միացյալ Նահանգների վերլուծաբանները ասում են միթե մենք ենք ամենահզոր երկիրը, եթե նման շարքով կարող են բոլոր հուզված պատերազմի նախարարը հուզված ձեռքը մեկնում են, որ պատշաճ կերպով ողջունեն Չինաստանի ղեկավարին։ Այո։ Կարող ենք սահմանափակվել այսօր այս թեմայով, տեսնենք ինչ կլինի հետագայում Ամերիկայում։ Սպասենք զարգացումների եւ անդրադառնանք մի սկանդալի, որը վերաբերում է հայ-իսրայելական հարաբերություններին, վարքյաններ անց կխոսենք այդ մասին։ Իսրայելը Եվրատեսիլում Հայաստանի դրոշի փոխարեն ադրբեջանականն է ներկայացրել իսրայելական մի հեռուստաընկերություն, մասնավորապես 7-րդ համարի դիմաց եբրայերեն գրված է Հայաստան, իսկ դրոշը, ինչպես տեսնում ենք, ադրբեջանական է եւ դեռ ներողություններ չկան այս հեռուստաալիքից, բայց այս նույն հեռուստաընկերությունը անցած տարի մեր մասնակցի ելույթից հետո ուղիղ եթերում հայտարարել էր հետևյալը. չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին։ Այս հայտարարությունը շատ մեծ բուռն արձագանք էր գտել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Եվրոպական հեռարձակողների միությունում եւ այդ հեռուստահաղորդավարը ստիպված եղավ հրապարակային ներողություն խնդրել, հայտարարելով, թե մենք պարզապես կատակում էինք եթերում եւ ոչ միայն հայերի մասին էինք խոսում, այլ նաև խոսում էինք բոլոր ազգերի մասին, ովքեր որ ապրում են Իսրայելի տարածքում։
նաև ասում էր, որ ձեր մասնակիցը նկարվել է Իսրայելի դրոշի ֆոնին, հետևաբար նա մեր եղբայրն է, մենք չենք կարող վիրավորել հայերին եւ այսպես շարունակ, բայց մենք արդեն կարծես թե երկրորդ անգամ տեսնում ենք դիտավորություն Իսրայելի կողմից Հայաստանի նկատմամբ եւ դա արտահայտվում է Եվրատեսիլում մեր պատվիրակության, մեր մասնակցի նկատմամբ, մեր մասնակցության նկատմամբ եւ նաև ցավոք պետք է արձանագրենք, որ երեք մեր մասնակիցը չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը եւ մեր ներկայությունը չի լինի Եվրատեսիլ երկի մրցույթում, որը անցկացվում է արդեն իդեպ 70-րդ անգամ։ Հետաքրքիր է Իսրայելի մոտեցումը, որովհետև մի շարք երկրներ հրաժարվել էին մասնակցել Եվրատեսիլին, հենց Իսրայելը պետություն հրաժարվել էր, այդ թվում Իսպանիան, որը հիմնադիրն է այս երկի մրցույթի։ Դա Իսրայելի վարած քաղաքականության պատճառով է եւ մի շարք այլ մրցաշարերում նույնիսկ աշխարհի առաջնությունն են ցանկանում բոյկոտել հենց Իսպանիայի հավաքականը, որ կարծես թե ուժեղներից է այս պահին։ Իսրայելի քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում իմ կարծիքով, որովհետև նրանք բազմիցս ապացուցել են որպես թե պետություն, թե իրենց քաղաքականության մաս, որ ցեղասպանությունները նրանք խրախուսում էին միմիան, նրանք խրախուսում էին Ադրբեջանի օկուպացիան, նրանք նմանատիպ քայլերով Գազան կարողացան ցեղասպանություն այնտեղ կատարել եւ հրաժարվում էին այդ ամենից եւ ինչքան էլ զարմանալի է, նրանք հակասեմականության այդպիսի մեծ ցանկի մեջ ավելացրել են, եթե դու ասում ես, որ Գազայում ցեղասպանություն է եղել, դու հակասեմական ես, կամ եթե դու դեմ ես Իսրայելի պետության քաղաքականությունը, դու հակասեմական ես, շատ հետաքրքիր ցուցակ են կազմել, ինչպես են կարողացել հոլոքոստը բերել հասցնել մեր օրեր եւ նման կերպով փոփոխել եւ կարելի է մի կետ էլ նշել մեր հայրենակիցը Ամերիկա Հայդեն Բիլզերյանը հայտնվել է համար մեկն է հակասեմականների ցուցակում եւ նա շատ ուրախությամբ է ընդունել այդ փաստը եւ շնորհակալություն հայտնել Իսրայել պետությանը ճիշտը սփռելու համար աշխարհին։ Եվ հույս ունենանք, որ իսրայելական հեռուստաալիքը այս անգամ էլ գոնե ներողություն կխնդրի տեղի ունեցածի համար եւ քանի որ մեր եթերաժամը գրեթե ավարտվում է, շատ արագ խոսենք նաեւ մի տեսանյութի մասին, որը վիրուսային է դարձել եւ դարձել նաեւ այսպես կարող ենք ասել մեր օրվա կադրը վարքյաններ անց կպատմենք այդ մասին։ Առնալով Հայաստանի ներքաղաքական ուրեմն կյանքին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, մասնավորապես երրորդ մասում, հանրահավաքի ժամանակ ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը ողջուններ է ուղարկել իր բառերով աղբերներին, տեսանյութը հայտնվել է համացանցում եւ այսպես վիրուսային դարձել 100,000-ավոր դիտումներ, նաեւ տարբեր էջերում ներբեռնումներ, մեկնաբանություններ եւ մենք պարզապես հիմա առաջարկում ենք դիտել այդ մեծ աղմուկ առաջացրած տեսանյութը։ Քանի որ գտնվում ենք Շենգավիթում, նաեւ ուզում եմ ասել արգանքներս աղբերներին։ Ոչ եմ սենց ապ, լրջացանք մեկա ոչ է պակասեց ապ։ Ինչպես ասում են, տեսանյութը մեզնից, մեկնաբանությունները ձեզնից, սիրելի հեռուստադիտողներ։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Դե ինչ շատ շնորհակալություն, որ հետևում եք մեզ, շարունակեք հետևել, կհանդիպենք նաև վաղը 19:00 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV Facebook-յան ալիքում ուղիղ եթերում ենք մենք աշխատում, իսկ դուք նաև հետևեք 21 TV-ի Newsroom-ի աշխատանքին առավոտյան ամեն օր առավոտյան ժամը 8-ից մինչև գիշերը ժամը 1-ը ամեն ժամյա թարմացված լրահոս ենք ներկայացնում։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում։